Հայաստանը մերը չէր, հիմա այլևս մերն է։ Ամանորյա ուղերձում այսպես է վարչապետը պատասխանել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար իրեն քննադատողներին։ Պնդել, թե ինքը որևէ զիջում չի արել, պարզապես հետապնդել է պետության շահն ու հարատևության օրակարգը։ Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չէ, խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է։ Մինչդեռ պետության եւ քաղաքացու գիտակցությունը ասում է Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, հիմա այլևս մերն է։ Այո, մեր նահատակների կյանքի գնով։ Այո, մեր տառապանքների ու զրկանքների գնով։ 2018-ից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մի քանի անգամ դիրքորոշումը փոխած Նիկոլ Փաշինյանը համարում է ճիշտ որոշում կայացրել է նախ Պրահայում 2022-ի հոկտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, հետո անցած տարվա մարտին հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակելու։ Այստեղ առանցքայինը այն է, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված եւ իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Պրահայի քառակողմ հայտարարությունից մոտ 2 ամիս անց Բաքուն բնապահպանական խնդիրները պատրվակ դարձնելով փակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Մոտ 9 ամսվա շրջափակմանը հետևեց ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիան եւ Ղարաբաղի հայաթափումը։ Հետագայում արդեն Հայաստանի իշխանությունը հրաժարվեց արցախցիների վերադարձի իրավունքի հարցով բանակցելուց։ Իսկ անցած տարի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո Նիկոլ Փաշինյանը արդեն ուղիղ հայտարարեց հայերի վերադարձի օրակարգը վտանգավոր է։ Ու ընդհանրապես Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Ադրբեջանի նախագահի համար հաղթանակ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ դուրս է եկել միջազգային օրակարգից։ Երեկ Իլհամ Ալիևն իր ուղերձում շեշտել է. դրանով Ադրբեջանը վերականգնել է ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլև մեջբերեմ ազգային արժանապատվությունը։ Beləliklə 30 il ərzində Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման եւ ամբողջ աշխարհի կողմից դրած ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ։ öz həllini tapmışdır. Եվ եթե վարչապետ Փաշինյանի կարծիքով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է իրական խաղաղության միակ բանաձևը, Իլհամ Ալիևը իր ուղերձում նախ պնդել է, թե չեն պատրաստվում պատերազմի, միաժամանակ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում։ Շատ երկրներ առաջնորդվում են ուժն է ծնում իրավունք կարգախոսով։ Bütün dünyada geniş miqyaslı Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ զինման գործընթաց։ Այս իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ մեր ընտրությունը։ layiqincə müdafiə etmək üçün hazır olmalıyıq. Նիկոլ Փաշինյանը ամանորյա 18 րոպեանոց ուղերձի հիմնական մասը երեկ նվիրեց խաղաղության օրակարգին։ Պատմեց անցած տարվա իր պաշտոնական հանդիպումներից դարակազմիկ որակեց Ադրբեջանի տարածքով բեռների մուտքը Հայաստան, այդ երկրի հետ առևտուրը։ Ոչ մի խոսք Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իր կառավարման տարիներին Հայաստանի խախտված տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարի մասին։ Սա գրվող պատմություն է մի նոր, եւ սա խաղաղության պատմություն է։ Եվ մինչ վարչապետը հպարտանում էր հաստատված խաղաղությամբ 2025-ին Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախը դարձած ամենայն հայոց կաթողիկոսը իր ուղերձը սկսեց բարձրյալից խաղաղություն հայցելով։ Խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույս մեր ողջ ժողովրդին։ Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով։ Հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, նոր տարի մուտք են գործում նաև հայոց եկեղեցու եւ հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։
շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը եւ նվիրյալ հայրենիներ։ 2025-ի հունիսից Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով լծվել է վեհափառին գահից հեռացնելու գործին։ Տարբեր մեղադրանքներով ճաղերի հետևում հայտնվեցին կաթողիկոսին հավատարիմ 4 հոգևորականներ։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցով Փաշինյանին միացած բարձրաստիճան մի շարք հոգևորականներ, նրանց թվում օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Նավասարդ arczepiskopos Կճոյանը, ինչպես ՔՊԱ-ականներն են բացատրում, զղջացել են եւ ներում ստացել։ Գարեգին երկրորդը 3 ուղերձում շեշտում էր. տարեմուտը հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը։ Հասկացրեց, չի ընկրկելու Նիկոլ Փաշինյանի արշավից։ Ընդդեմ եկեղեցու կատարվող պարակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում եւ սփյուռքում, չունեն որևէ արդարացում եւ չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն Քրիստոսին։ Կաթողիկոսը 3 դարձյալ բացեց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի փակած թեման, հայտարարեց աննվազ նախանձախնդրությամբ գործելու են հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության։ Չշրջանցեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղերձում տեղ չգտած գերիների հարցը, կարևորելով նրանց ազատ արձակումը։ Կաթողիկոսի ուղերձն այս տարի եւս հանրայինը չհեռարձակեց։ Ավելին, այնտեղ չգտավ նաեւ հանրայինի կայքում եւ սոցցանցերի էջերում։ Նույնն արեցին պետբյուջեից սնվող հանրային ռադիոն, Armenpress լրատվական գործակալությունը։ Շնորհավոր նոր տարի։